Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր, ինչպես նաև Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր Լենա Մաթևոսյանն է։ Բարի երեկո Տիկին Մաթևոսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ձեզ կշնորհավորեմ падգամավորական մանդատ վերցնելու կապակցությամբ եւ առաջին հարցս մի փոքր ընդհանրական է։ Ինչ տրամադրվածությամբ եք գնում ազգային ժողով, հաշվի առնելով, որ այնտեղ կա իշխող ուժ, որն արդեն 9 տարի է իշխանության է եւ Արցախի հանձնումից մինչեւ Հայաստանի տարածքների օկուպացիա, կարծես թե մարսել է։ Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Տրամադրվածությունը շատ մարտական է, բայց նաև շատ աշխատանքային։ Մենք երկար դիսկուս ունեցանք թիմի ներսում, հանրային քննարկումներ ունեցանք, արդյոք արժի գնալ ազգային ժողով թե չէ, բայց վերջնական որոշումը ամեն դեպքում հանգեց նրան, որ պետք է գնալ ազգային ժողով։ Ինչու պետք է գնալ ազգային ժողով, նախ որովհետև, ինչպես դուք նշեցիք, ունենք իշխանություն, որը որ 9 տարի գրեթե 9 տարի շարունակ իշխում է, որը չունի ոչ մի կարմիր գիծ եւ որին պետք է կանգնեցնել, որին պետք է փոխել։ Մարտական տրամադրվածության առաջին նպատակը իհարկե իշխանափոխությունն է, իսկ դրան զուգահեռ քայլերը հողի վրա աշխատանքն են։ Ինչու աշխատանքային, որովհետև մենք հայտարարել ենք, մեր ուժը հայտարարել է, որ գնում ենք կարծրատիպեր կոտրելու, գնում ենք ոչ դասական ընդդիմություն լինելու եւ քննադատությունների զուգահեռ նաեւ հողի վրա մարդկանց հետ աշխատանք տանելու։ Այսինքն դուք չեք լինելու այնպիսի падգամավորական խմբակցություն, որը բավարարվելու է ազգային ժողովում ամեն չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանին սուր հարցեր տալով եւ երեքշաբթի օրերը զիլ հայտարարություններ անելով, որովհետեւ Տիկին Մաթևոսյան մենք վերջին 5 տարիներին 2021-26 թվականներին հենց այդպիսի ընդդիմադիր գործունեության ենք ականատես եղել եւ երբ խորհրդարանական ընդդիմությունը քննադատվում է այդ 5 տարվա աշխատանքը հիմքում դնելով, դուք ինչով եք տարբերվելու։ Սուր քննադատություններ միանշանակ լինելու են, այսինքն աչքի առաջ ունենալով են ամեն ինչը, այն պատուհասը, որ այս երկրի գլխին բերել են ներկայիս իշխանությունները, չի կարող սուր քննադատություն չլինել։ Կան հարցեր, որոնց պատասխանները պետք է հնչեն ազգային ժողովի ամբիոնից, բայց երբ որ ասում եմ կարծրատիպեր կոտրել կամ տարբերվել նախորդ ընդդիմություններից, այստեղ չուզենալով քննադատական ինչ-որ խոսքեր ասել նախորդ ընդդիմությունների հասցեին, բայց պետք է նշենք, որ հիմա էլ դուք ականատես եք լինում արդեն ազգային ժողով դեռ մանդատները չվերցրած ընդդիմության աշխատանքին, ինչ է նշանակում մեր աշխատելավոճը կամ մոտեցումը։ Մենք գնում ենք մարզեր, գնում ենք խոսում ենք ժողովրդի հետ, ծանոթանում ենք խնդիրներին ու մեր հնարավորությունների չափով, այս պահին մեր հնարավորությունների չափով տալիս ենք լուծումներ, որոնք որ եկեք ասենք համակարգային են, այսինքն անձից բխող լուծումներ չեն։ Փորձում ենք հասկանալ, թե տվյալ լուծումը ինչքանով կարող է տվյալ բնակավայրի, տվյալ մարզի վրա ազդեցություն ունենալ։ Մենք թեևս եղել ենք Մասիսի շրջանում, եղել ենք Ստեփանավանի շրջանում, այս պահին այցերը բնականաբար շարունակվելու են, բայց գործելավոճը այսպեսին է լինելու, հողի վրա աշխատանքն է լինելու։ Կրկին ասեմ ու կրկնեմ, որ լինելու են սուր քննադատություններ, լինելու են ելույթներ, լինելու են բացահայտումներ, լինելու են հարցեր, որոնց պատասխանները պարտադիր պետք է հնչեն ազգային ժողովի ամբիոնից, բայց սրան զուգահեռ մենք լինելու ենք ընդդիմություն, որը որ Հայաստանը դեռ չի տեսել։ Մենք լինելու ենք ընդդիմություն, որը որ հողի վրա աշխատանք է տանելու ժողովրդի հետ։ Այն բանից հետո, երբ ընտրություններից հետո Նարեկ Կարապետյանը եւ ձեր թիմը հայտնվեց մարզերում, դա շատ սուր նյարդ է առաջացրել ՔՊԱ-կանների մոտ։ Պոակները, ֆեյքերը, ՔՊԱ-կան падգամավորները, Տարոն Չախոյանը իր ձեռքի տակ եղած մեդիաներով դրան շատ սուր են արձագանքում։ Միտեղ դուք կոմբայն եք նվիրում, մյուս տեղում անվճար երթուղի է գործարկվում։ Ասում են, եթե այդպես է, եթե ժողովրդի մասին մտածում եք, ինչու եք առաջին օգնում այն մարդկանց, որոնք ընտրել են հենց ձեզ։
Ես մի փոքր շարունակեմ շղթան, թվարկելով նաև ավելացնեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը որ թերևս համանadrական մարմին է, բայց տեսանք ինչ հուլիսի 22-ին ինչպիսի քայլ կատարեց եւ գրեթե կատարում էր ներկայիս իշխանության կամահրանքը եւ փորձում էր միջամտել Նարեկ Կարապետյանի բնականոն գործունեությանը։ Այո, շատ մեծ աղմուկ է բարձրացել մեր գործունեությունը, այո, մենք սկսել ենք այն բնակավայրից, որտեղ ուժեղ Հայաստան դաշինքը հաղթանակ է տարել։ Սա թերևս պետք է նշել, որ չի նշանակում, որ մենք չենք լինելու մնացած բնակավայրերում, սա պարզապես շնորհակալության մի տեսակ է, որը որ մենք հայտնում ենք այն ընտրողներին, որոնք որ մեզ աջակցել են, մոտ 350,000 մեր են քաղաքացիներին, ովքեր մեր կողքն են կանգնել, բայց սա չի նշանակում, որ ուժեղ Հայաստանը լինելու է միայն այս բնակավայրերում կամ ուժեղ Հայաստանը չի լսելու այլ քաղաքացիներին։ Ոչ, մոտեցումը համակարգային է, մոտեցումը բոլոր քաղաքացիների նկատմամբ է լինելու եւ մեր հնարավորությունների սահմաններում, որտեղ ինչ լուծումներ կարող ենք տալու ենք։ Դուք նշեցիք կոմբայնը, անվճար երթուղին, մենք ունենք մի շարք հարցեր, որոնք ընթացքի մեջ են, ես անձամբ զբաղվում եմ հարցերից մեկով, որոնց մասին շատ շուտով նորից կլսեք։ Պարզապես ուզում ենք խնդիրների լուծումներ ստանան, նոր բարձրաձայնենք այդ մասին, որպիսի տարընկալում չառաջանա։ Այսինքն ես ճիշտ հասկացա, եթե գործող իշխանությունը նախընտրում է ընտրություններից 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ թոշակը 10,000 դրամով բարձրացնել, իդեպ հիմա մարդկանց նպաստներից կտրում են, ընտրություններից առաջ ներդնել առողջապահության համընդհանուր ապահովագրություն, ձեր աշխատանքի մոդելը հետևյալն է՝ 5 տարի շարունակ սոցիալական խնդիրներ լուծել եւ պատրաստվել հաջորդ ընտրություններին։ Այո, դուք ճիշտ եք, գործող իշխանությունը այդքան որ խոսում է ընտրակաշառքների մասին, նախ պետք է հասկանանք ինչ մարտավարություն ու ինչ քաղաքականություն էր վարում, ընտրակաշառքներ ինքն էր տալիս, երբ որ այո, ընտրությունից մի քանի ամիս առաջ թոշակ էր բարձրացնում, առողջապահության ապահովագրություն էր փորձում ներմուծել, որը որ խայտարակ պատկեր ունի այս պահին, ու մենք աղաղակում էինք այդ մասին, որ սրանք նախընտրական ընտրակաշառքներ են, որոնք որ ընտրություններից 1 ամիս հետո դադարելու են, ու այո, ճիշտ եք, Սյունիքի մարզում, եթե չեմ սխալվում, 750 եւ ավելի ընտանիքների նպաստների Սյունիքի մարզում, այո։ Այո, պատկերը շատ տենց ցավոտ է հենց Սյունիքի մարզում, դրա համար եմ նշում, իրենք բնականաբար իրենց ուզածին հասնելուց հետո սկսելու էին իրենց շատ հավատարիմ ձեռագրով չեղարկել են ամեն ինչ որ արել էին կամ ասեն ինչպես օրինակ Փաշինյանինը շատ բնորոշ խոստանար կամ հաջորդ պահին ասել, որ դա ես չէի խոստացել կամ ես չէի արել։ Մեր մոտեցումը այլ է, մենք ընտրությունների ամբողջ կարոզարշավի ընթացքում էլ երբ որ գնում էինք մարզային այցերի կամ ժողովրդի հետ հանդիպում էինք ունենում, իրենք նշում էին, որ դուք եք լինելու հերթական ուժը, որը որ պարզապես ընտրություններից առաջ եկել է այցի ու գնալու եք մոռանաք մեր մասին։ Մենք այդ ժամանակվանից նշել ենք, որ մենք եկել ենք ոչ թե պարզապես խոսելու, այլ գործելու համար։ Մենք եկել ենք ձեր կողքին լինելու համար։ Ու այո, մոտեցումը բացառապես կապ չունի ընտրություններից առաջի, հետոյի կամ հաջորդ ընտրությունների հետ։ Մեր մոտեցումը ժողովրդի կողքին լինելն է։ Ինչու, որովհետև քարոզարշավի ընթացքում դուք արդյոք եկական եզրակացության, որ Հայաստանի ընդդիմադիր հատվածին չի հաջողվում ընտրություններով իշխանություն փոխել, որովհետև ինքը ժողովրդից կտրված է։ Հիմա դուք առաջինը դա եք գնում, այդ բացը լրացնելու եք գնում։ Մոտեցումը կարելի ասել, որ այդպիսին է, այո, պետք է ժողովրդին ինչքան հնարավոր է մոտ լինել, որովհետև ի վերջո ցանկացած հարցի լուծում պետք է ժողովրդի ձայնից լինի, ժողովրդից լինի եւ մենք ուզում ենք ինչքան հնարավոր է մոտ լինենք ժողովրդին, քանի որ ինչքան էլ այս պահին դա շատ վիճարկելի է, բայց մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ այստեղ որոշումները եւ ընտրությունները պետք է ժողովրդից լինեն, ժողովրդի ձայնից լսելի լինեն, այդ իսկ պատճառով պետք է մոտ լինել ժողովրդին, պետք է հասկանալ նրա խնդիրները, տալ այնպիսի լուծումներ, որոնք որ բարելավում են իրենց կյանքը։ Դուք ասացիք, մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, այս դեպքում ԿՊԱ-ականները ձեզ կհակադարձեն, բա ինչու եք դժգոհում քաղբանտարկյալների առկայությունից, Սամվել Կարապետյանը, օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցության մյուս համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը
Փաշինյանը այս դեպքում քաղբանտարկյալ են, թե ոչ։ Ձեր ասածը եւ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում արդյոք իրար հետ հակասության մեջ չեն մտնում։ Ես նշեցի, որ շատ վիճարկելի է, այդպես է հայտարարվում, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում։ Ես շատ հաճախ նշում եմ, որ սա ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ ժողովրդավարական քողի տակ ապրող բռնապետություն է, որովհետև թե օրենսդրական մարմինը, թե իրավական համակարգը տեսնում ենք, որ մեկ մարդու ձեռքում է։ Այսինքն, եթե իրավական համակարգը պարզապես մարդուն ձերբակալում է չունենալով որևէ ապացույցներ, մեկ նախադասության կամ երկու բառի համար, երբ որ զուգահեռ իրականությունում տեսնում ենք, թե օրինակ ինչ է կատարվում Հայաստանում, օրը մեջ կամ սպանություններ են, կամ կրակոցներ են, կամ ցերեկ օրինակ ինչ որ բակում հրազենային վնասվածքներ են մարդիկ ստանում, ինչպես կարելի է խոսել ժողովրդավարական երկրի մասին, երբ որ իրավական համակարգը պարզապես գործիք է ընդդիմությանը լրացնելու համար, եկեք ասենք։ Ու այո, քաղբանտարկյալների ահռելի թիվը թեկուզ մեր ուժի ներսում վկայում են այն մասին, որ այս գործելավոճը միայն բռնապետությանն է բնորոշ։ Ու այո, մենք ինչքան էլ միջազգային հանրությունում այս պահին ժողովրդավար երկրի համբավ ունենք, ամեն դեպքում տեսնում ենք, որ ներսում սա ընդամենը քող է, որը որ Փաշինյանը, եկեք ասենք, կարողանում է դեռ պահել։ Ասացիք կարողանում է դեռ պահել, իսկ որն է այն պահը լինելու, որից անդին չի կարողանալու։ Մեկ-երկու դրվագ հիշում եմ, երբ որ նույնիսկ միջազգային հանրությունը իրեն, եկեք ասենք, կարմիր լույս ցույց տվեց եւ փորձեց նախընտրական քարոզարշավի ընթացքում նույնիսկ իրենք չհամարեցին ժողովրդավարական մոտեցումները, բայց ես կարծում եմ, որ շատ շուտով մեր ընդդիմության գործելավոճից ելնելով էլ մենք կարողանալու ենք միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում ներսում։ Սա իհարկե շատ դժվար աշխատանք է լինելու, աշխատանք ոչ միայն երկրի ներսում, այլ երկրի սահմաններից դուրս, որպեսզի կարողանանք իրականում հանրությանը ցույց տանք, թե ինչպիսի վիճակում է այս պահին Հայաստանը։ Դուք հույս եք կապում միջազգային հանրության հետ, այն միջազգային հանրության, որը լռել է առհասարակ լռել է Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների առկայության դեպքում, լռում է առ այս պահը, երբ Նիկոլ Փաշինյանը տասնամյակ շարունակ գործարարությամբ զբաղվող մարդու ստեղծած բիզնեսները ուղղակի խլում է, լռեց այն ժամանակ, երբ Սամվել Կարապետյանի ընտանիքից հեծը խլեցին, դուք այդ միջազգային հանրության հետ ինչ հույս եք կապում։ Ես հույս եմ կապում մեր ուժի հետ։ Ես համոզված եմ, որ ուժը, որը որ գալիս է աշխատելու որպես ընդդիմություն, շատ մարտական տրամադրվածություն ունի, թե ինչ հաջողությունների կարող ենք հասնել միջազգային հանրության հետ աշխատանքում, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց ճիշտ կլինի նշել, որ ավելի շատ հույս կապում եմ մեր ընդդիմադիր մեր ուժի հետ, քան այլ ուժերի։ Հնարավոր է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ուժեղ Հայաստանը մի կողմում միջազգային հանրության հետ աշխատանքը այնպես անի, մյուս տեղում սոցիալական խնդիրները մարդկանց այնպես լուծի, որ դրանք տևեն տարիներ եւ ուղղակի ստացվի այնպես, որ դուք 5 տարի շարունակ լինեք խորհրդարանում եւ ծավալեք ընդդիմադիր գործունեություն, թե գուցե ձեր կուսակցության մարտավարության մեջ կա արտահերթ ընտրությունների եւ արտահերթ զարգացումների գնալը։ Մեր կուսակցության առաջնային նպատակը, ինչպես խոսքի սկզբում նշեցի, իշխանափոխությունն է։ Մենք չենք եկել 5 տարի ընդդիմություն աշխատելու համար, մեր առաջնային նպատակը, թերևս նույնիսկ մանդատները վերցնելու առաջնային նպատակը իշխանափոխությունն է։ Մենք չենք հրաժարվել փողոցային պայքարից, չենք հերքում այն սցենարները, որոնք կարող են լինել մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Ու այո, մենք պատրաստվում ենք ցանկացած սցենարի ու մենք ինչպես մեր խմբակցության ղեկավարը Նարեկ Կարապետյանը նշեց, փողոցային պայքարը պետք է լինի մեկ անգամ ու վերջին անգամ։ Պարզապես պետք է ճիշտ պահին գեներացնել այս պայքարը եւ լինել
թե փողոցում, թե ազգային ժողովում, որպեսզի հանգուցալուծումը ճիշտ լինի։ Պարզապես ձեզ հետևողները եւ ընդհանուր նաեւ այն մարդիկ, որոնք ձայն են տվել ուժեղ Հայաստանին, միջև հիմա չեն հասկանում, թե որն է այն պահը, որը պետք է դառնա այդ փողոցային պայքարի մեկնարկը, որովհետեւ նույն ընտրությունները կեղծելուց հետո կես գիշերին, երբ ընտրատեղամասերում ամբողջ հաշվարկը չէր արվել իրեն վարչապետ հայտարարելուց եւ հաղթող հայտարարելուց հետո անգամ այդ փողոցային պայքարը չգեներացվեց եւ ավելին ձեր կուսակցության նկատմամբ կա քննադատություն առ այն, որ այդ գոլորշին ամեն անգամ բաց է թողնվում, հասարակության էմոցիոնալ դաշտը նստում է եւ երբ են պիկի ժամանակ դուք փողոցային պայքար չեք գեներացնում, ել երբ պետք է գեներացնեք։ Աղավնիջան թույլ տվեք ամբողջ խաղաքարտերը չբացել, բայց հավատացեք սցենարը կա ու աշխատանքներ տարվում են այդ պահի համար, այդ եկեք ասենք վճռորոշ թեկուզ պատմական պահի համար, երբ որ պետք կլինի փողոց գեներացնել եւ լինել թե այնտեղ թե ազգային ժողովում, այո քննադատությունները շատ էին, մենք եւս լսել ենք, մեր համագիրներին ենք լսել, դրա համար ես եւս նշեցի, որ երկար ժամանակ մենք քննարկումների մեջ էինք, արդյոք արժի այդ քայլին գնալ, արդյոք պետք է վերցնել մանդատները թե ոչ, բայց ամեն դեպքում քաղաքական որոշումը եւ երկարատև բանակցություններն ու ներքին քննարկումները հանգեցին նրան, որ այդ պահին հասնելու համար պետք է նաև ազգային ժողովում լինել։ Հաջորդ քննադատությունը ձեր ուժի հետ կապված մեծ թիվ կազմող ինքնաբացարկների դիմումներն են։ Այս թեման նույն ԿՊԱ-ականները շատ են շահարկում, եթե մենք հետևենք ՀՄԵԿ-ին եւ ԿՊԱ-ականների համար աշխատող լրատվամիջոցների եթերներին, ինչ է հնչում, որ ուժեղ Հայաստանում չկա գաղափար, հետեւապես այնտեղ հավաքվողները գաղափարի շուրջ հավաքված չէին, դրա համար այսպես միանգամից ինքնաբացարկի դիմումների շարք տեղի ունեցավ եւ ավելին ԿՊԱ-ականները նաեւ հավելում են, որ հիմքում դնելով այն, որ այնտեղ գաղափար չկա, եթե կալանավորում են առաջին շարքում կանգնած մարդկանց, ինքը ուժը փլուզվում է։ Սրա հետ կապված դիրքորոշումը ինչպիսին է։ Ուրեմն, այո, սա իրենց օրակարգն է եւ իրենց թերևս մեկնաբանությունն է ինքնաբացարկներին, բայց սա շատ բարձ բացատրություն ունի։ Ինքնաբացարկները շատ կազմակերպված եղել են կուսակցության ներսում, որովհետև մենք ներկայացրել ենք 250 հոգանոց եւ ավել ցուցակ, որտեղ որ շատ մարդիկ տարբեր հաջողությունների հասած անհատներ են, ունեն իրենց սեփական գործունեության ոլորտները, որոնք որ այդ պահին պետք է լինեին քաղաքական ուժի կողքին։ Երբ որ ընտրությունների արդյունքները պարզ եղան, կուսակցության մեր դաշինքի կողմից եղավ քաղաքական որոշում, որ մեծամասնությունը պետք է զբաղվի իր աշխատանքով։ Սա շատ կազմակերպված, նախապես պլանավորված աշխատանք է եղել, որը որ ինչպես դուք նշեցիք, ԿՊԱ-ականների եւ ՀՄԵԿ-ի իրենց ձեռքի գործիքի միջոցով փորձվեց հակա մեկնաբանություն տալ, իսկ ինչ վերաբերվում է առաջին մի քանի համարների ինքնաբացարկներին, պետք է նշեմ, որ մեր անդամները մեր կողքին են, նրանք կուսակցության անդամներ են, ոչ մի կերպ, ոչ մի հակասություններ չունենք։ Իհարկե ձեզ կուսակցական գաղափարախոսություն չունենալու մեջ մեղադրում է մի ուժ, որը ինքը ասել է, որի առաջնորդն ասել է, որ իրենք առանց իզմերի են եւ մինչեւ հիմա հարցական է թե իրենց գաղափարախոսությունը որն է, բայց այնուամենայնիվ նրանց քայլերը հետեւյալն են. առաջնորդներին հեռացնել կուսակցությունից, որպեսզի կուսակցությունը լինի թույլ եւ ավելին սահմանադրական բարեփոխումների եւ նոր սահմանադրության ընդունման ժամանակ ունենալ առանց առաջնորդների կուսակցություն, որ հեշտ լինի կուսակցության մյուս անդամների ստորին շարքերում գտնվողների հետ աշխատելը։ Սկսենք գաղափարախոսությունից կամ կուսակցության առաջնորդների, առանց կուսակցության առաջնորդների կուսակցության հետագա աշխատանքներից։ Ինձնից լավ տիրապետում եք նախընտրական այն բոլոր թիրախավորումներին ու հետապնդումներին, որ մեր ուժն է բախվել։ Ինձնից լավ հանրությունը տեսնում է ինչ է կատարվում հետընտրական ժամանակահատվածներում, ինչքան է թիրախավորվում ուժեղ Հայաստանը, ինչպիսի պիտակավորումների է արժանանում ուժեղ Հայաստանը, բայց նաև ինչ պետք է ֆիքսել եւ ինչ պետք է անպայման նշել, որ ուժեղ Հայաստանը կուսակցություն է, որը որ թերևս որպես այդպիսին քաղաքական ուժ ձևավորվել է սույն թվականի փետրվարին։
4 ամիսների ընթացքում ուժեղ Հայաստանին հաջողվել է իր գաղափարախոսությամբ եւ մոտեցումներով կարողանալ դառնալ Հայաստանի առաջին ընդդիմադիր ուժը, հավաքել 350,000, մոտ 350,000 ձայն։ Սա ինձ թվում է իշխանության վախերի մասին պետք է որ խոսի։ Ու այն բոլոր հետապնդումներից, քաղաքական հետապնդումներից հետո իրենց սպասելիքները, որ ուժը պետք է փլուզվեր, ուժը պետք է, չգիտեմ, հետ քայլաներ կամ ինչ որ զիջեր իր դիրքը, ճիշտ հակառակն է տեղ ունենում։ Ամեն անգամ, երբ որ մենք ինչ որ հետապնդումների ենք ենթարկվում, թիրախավորումների ենք ենթարկվում, հակառակն է տեղ ունենում։ Մենք ավելի ենք ամրանում։ Ես կարող եմ վստահաբար նշել, որ թիմի ներսում հակառակն է տեղ ունենում, այսինքն հակառակ ռեակցիան է տեղ ունենում, թիմը ավելի է ամրանում, ավելի, եկեք ասենք, մարտական տրամադրվածություն է ձեռք բերում ու ավելի համախմբվում է իր նպատակի շուրջ։ Մեր գաղափարական առաջնորդը արդեն տարուց ավել կալանքի տակ է ու տեսնում ենք, թե ինչպես է կարողանում այդ պայմաններում գործել ու եթե իրենք կարծում են, որ մեր քաղաքական առաջնորդին ձերբակալելով կարող են լրացնել մեր կամ դադարեցնել մեր պայքարը, չարաչար սխալվում են։ Սա, ինչպես նշեցի, հակառակ ազդեցություն է ունենում։ Որոշ ԿՊԱ-կան փորձագետների մոտ նկատում եմ հետևյալ գիծը, որ Սահմանադրության փոփոխությունների համար Նիկոլ Փաշինյանին պակասում է 5 падգամավոր, այդ 5 падգամավորը ընդդիմության շարքերից ինքը կգտնի։ Այստեղ նաև թիրախավորվում է հենց ուժեղ Հայաստանը, այս մասով ինչ կասեք ԿՊԱ-կաններին իրենց հույսերը կփարատեք թե ոչ։ Նախ սահմանադրական փոփոխությունների մասով պետք է ասեմ, որ ազգային ժողով գնալու առաջնային միտումներից մեկը նաև դա է եղել, որ իրենք չեն կարողանում գեներացնել 2/3-ը։ Ու եկեք սցենար դիտարկենք, ուժը որ գնում է ազգային ժողով, որպեսզի թույլ չտա սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ինչպես կարելի է դիտարկել ինչ-որ սցենար, երբ որ կարելի է, չգիտեմ, համոզել կամ փորձել падգամավորներ այս կամ այն կողմ անել։ Ես պետք է այս պարագայում խոսեմ իրենց մասին, եկեք տեսնենք ինչ պատկեր է իրենց ուժի ներսում, նույն պառակտումները, որ տեսնում ենք, չգիտեմ, մանդատներից հրաժարվելը, աշխատակազմի ղեկավարին հեռացնելը աշխատանքից կամ ազգային ժողովի նախագահի համար այդ ընտրություններից հետո այն եկեք ասենք շոուն, որ մենք տեսանք, ինչի մասին է վկայում, այդպիսի հայտարարություններից անելուց առաջ նախ թող տեսնեն, թե այդ ինչպես նշեցի նախորդ հարցի ժամանակ, ամեն թիրախավորումից հետո ինչքան ամուր ու ինչքան կուռ է դառնում մեր ուժը, նոր այսպես ինչ որ անհեթեթ հայտարարություններ անել։ Մյուս հարցը, որը հուզում է շատերին, թե որքանով արդյունավետ կկարողանա ուժեղ Հայաստանը, այս դեպքում նաև մյուս ընդդիմադիր ֆրակցիան Հայաստան ֆրակցիան, որքանով արդյունավետ կկարողանան օգտագործել խորհրդարանական լծակները։ Դարձյալ այստեղ մտահոգությունները հիմնվում են փորձի վրա։ Նախորդ 5 տարվա գործունեությունը բերել է նրան, որ պատիվ ունեմ խորհրդարանում այս անգամ չի հայտնվել, Հայաստան խմբակցությունը հավաքել է ուղիղ 50%-ով պակաս ձայն, այսօր էլ օրինակ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հաշվել էր նրանց ստացած պարգևավճարների չափը, նրանք 600 միլիոն դրամի պարգևավճար են ստացել։ Հիմա դուք որքանով կկարողանաք արդյունավետ օգտագործել խորհրդարանական գործիքները, որովհետև երբ ես այլ տաղավարում եւս այն ժամանակ ընդդիմադիր գործիչներին ասում էի, լավ դուք ինչ եք անում, ասում էր, թե գերիների մասին օրինակ միջազգային հարթակներում խոսում եմ, քաղբանտարկյալների եւ բռնաճնշումների մասին միջազգային հարթակներում խոսում եմ, դրա համար եմ գնում գործուղման, լավ եք անում խոսում եք, բայց դրա OGG-ն ո՞րն է։ Հիմա նույն հարցը առաջիկայում նաեւ ձեր թիմի հետ կապված է հնչելու։ Շատ տեղին կլինի մեջ բերել մեր քաղաքական առաջնորդին Նարեկ Կարապետյանին մի քանի օր առաջ ասաց, որ մենք չենք գնում այնտեղ մեր վարկանիշը մաշեցնելու համար։ Մենք գնում ենք այնտեղ աշխատանք անելու համար։ Ու շատ տեղին կլինի նշելը այն մոտեցումը, որ մենք ենք ворթեգրել, համոզված եմ տեղ եկեք, որ հայտարարել ենք, որ ուժեղ Հայաստանը պարգևավճարները չի վերցնելու եւ չի ստանալու։ Սա ինչի մասին է վկայում։ Այն բոլոր անհատներ են 29 հոգին, որ գնում են ու դարձել են մի ամուր թիմ, մեկ նպատակով են գնում իշխանափոխությունից զատ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։
Մեր մոտեցումը հետևյալն է. մեր բոլորիս լավագույնը անել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը ինչ որ մի ձևով բարելավի։ Դուք կարող եք դա անել, լավագույնը, բայց դուք պայքարի մեջ եք ՔՊ-ի հետ։ Ինքներդ ձևակերպում տվեցիք կարմիր գծեր չունեցող, այո, կարմիր գծեր չունեցող ՔՊԱ-կանների հետ։ Ու այս դեպքում մտահոգությունը հետևյալն է, որ մեր ազգը հոգնել է խորհրդարանում կռիվներ, վեճեր, ծեծկռտուք տեսնել, հայհոյանք լսել, դրանից հոգնել է։ Հիմա այդ խորհրդանական գործիքները ինչպես անել, որ արդյունավետ լինի։ Ես միշտ նշում եմ, որ մենք գնում ենք ազգային ժողով շատ կառուցողական մոտեցմամբ։ Չեմ կարող բացառել, որ կլինեն, չգիտեմ, ինչ-որ հրահրումներ, կլինեն եկեք ասենք կոնֆլիկտներ, դա չենք կարող բացառել, որովհետև բնականաբար միայն մեր ուժից կախված չի այս մոտեցումը, բայց երբ որ նշում ենք, թե ինչպես կարող ենք անել, մենք խոսքի սկզբում էլ նշեցի, հողի վրա աշխատանքով, այսինքն այո, կարող ենք խորհրդարանական լծակները օգտագործել, օրենսդրական փոփոխություններ առաջարկել, օրենքներ առաջարկել, բայց բնականաբար մինչև քաղաքացին հողի վրա չի տեսնում, թե ինչ աշխատանք է տարվում, կամ թե ինչքանով է օրինակ պատգամավորը իր կողքին կանգնած, ինչպես է իր հարցը բարձրաձայնում, բնականաբար շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ մինչև մարդուն անձամբ չի դիպչում հարցերին, մարդը անձամբ չի հասկանում, որ այդ խնդրին այդ պահին լուծում տրվեց, ինչքան օրենսդրական փոփոխություններ ուզում ես առաջարկի, ինչքան քննարկումներ ուզում ես ազգային ժողովում, ինչպես դուք նշեցիք, ինչքան կոնֆլիկտ ուզում եք հրահրեք կամ շոուներ սարքեք, մարդուն այս պահին ամենաշատը հետաքրքրում է, թե ինքը իր օրվա հացը որտեղ ոնց է վաստակելու կամ շատ հաճախ ինչպես է հաջորդ օրը ապրելու։ Այդ իսկ նպատակով մոտ լինել քաղաքացիներին ու հողի վրա լուծումներ տալը բնականաբար մոտեցումները փոխելու է ու ցույց է տալու, որ այս ընդդիմությունը, որը եկել է, միայն չի եկել, որ քննադատություններ անի ազգային ժողովում կամ սուր հարցեր տա, այլ եկել է, որ իրոք ժողովրդի կողքին լինի, բարձրաձայնի հարցերը, տա լուծումներ այն բոլոր գործիքակազմով, ինչով որ ունի այդ պահին իր ձեռքի։ Սամվել Կարապետյանին անգամ կալանքի տակ գտնվելու հանգամանքով պայմանավորված ոչինչ չկանգարեց ըստ էության, որ նա մի քանի ամսում ստեղծի Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը, եւ այո, դուք ամենամեծն եք որպես ընդդիմություն, հետեւաբար ամենամեծ պատասխանատվությունը բեռը ընդդիմադիր դաշտի նաեւ հենց խորհրդանական ուժի, ձեր ուժի վրա է։ Եվ այս առումով ինչպիսին է լինելու ձեր վարքագիծը, երբ վրա հասնի անկլավները հանձնելու հարցը։ Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ ասում է, որ Տիգրանաշենի հարցը ինքը պետք է լուծի։ Այս հարցում դուք ինչ եք անելու եւ բախվեք այդ խնդրին, որովհետեւ սոցիալական խնդիրները այո լուծում ենք, դա կարեւոր է, բայց Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք կանգնած է անվտանգային խնդիրների առաջ եւ մեր Հայաստանի Հանրապետության քարտեզը կրճատվում է։ Ձեր լուծումները այստեղ որոնք են լինելու։ Մենք եկել ենք ազգային ժողով, նաեւ ես շատ հաճախ նշում եմ, մենք եկել ենք ազգային ժողով նաեւ այս կործանումը կասեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման առաջի օրից է Հայաստանը կանգնած այս վտանգի տակ։ Նիկոլ Փաշինյանի ամեն հայտարարությունից հետո է Հայաստանը կանգնած այս վտանգի տակ, երբ որ ինքը արտաքին քաղաքականությունը սպիտակ մակուրեջից էր սկսում, երբ որ ինքը հայտարարում էր Արցախը Հայաստան է եւ վերջ եւ մի քանի տարի անց Արցախն էր հանձնում, մենք եկել ենք նաեւ ազգային ժողով, որպեսզի թույլ չտանք, որ ցանկացած զիջում կատարվի մեր տարածքային ամբողջականության հաշվին։ Մենք եկել ենք, որպեսզի ցույց տանք, որ կա այլընտրանքային մոտեցում։ Այո, մենք ընդդիմադիր ամենամեծ ուժն ենք, բայց մենք ունենք նաև մեկ առավելություն, որովհետև այսքան տարիների ընթացքում Փաշինյանը վիճում էր նախկինների հետ, Փաշինյանը մարդկանց համոզում էր, որ չկա այլընտրանք, մենք եկել ենք նաև ցույց տալու, որ կա այլընտրանք, մենք նոր երիտասարդ ուժ ենք, որը որ պատրաստ է ամեն ինչ անել ուժեղ եւ ամուր Հայաստանի համար։ Եվ մեր մոտեցումները մենք բազմիցս ենք հայտարարել մեր արտաքին քաղաքական մոտեցումների մասին, մի քանի երաշխավոր ունենալու սկզբունքի մասին, խաղաղության հաստատման վերաբերյալ այնպիսին են, որոնք որ պահելու են մեր տարածքային ամբողջականությունը եւ թույլ չեն տալու, որ ցանկացած միակողմանի զիջում
լինի ի վնաս Հայաստանի։ Ձեր ուժը ունի գերիների վերադարձի հետ կապված պլան, նույն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ինչպիսի դիրքորոշում ունեք, այնտեղ պահվող մյուս ռազմագերիների հետ կապված ինչպիսի դիրքորոշում ունեք, եւ բերեմ վերջին օրինակը, հա, տեսեք, Բաքվի դատարանում մեր գեներալ Դավիթ Մանուկյանը ուղերձ եւ կոչ է անում Հայաստանի իշխանության, Հայաստանի կառավարությանն ասում է Ադրբեջանը ձեզ մեղադրում է 2020 թվականի աղետալի պատերազմը սկսելու մեջ, ձեզ ասում են ագրեսոր, արձագանք եք Հայաստանի կառավարություն, միջև հիմա Հայաստանի կառավարությունից չկա բացարձակ ծպուտ ուղակի չկա, արտգործնախարարությունից ձայն չկա։ Հիմա այս դեպքերի վերաբերյալ ձեր դիրքորոշումները ինչպիսին են, ինչ պետք է անեք։ Մեր գերիներից մեկը նաև հայտարարություն էր արել, որտեղ որ ասել էր, որ մենք չենք վերադառնա Հայաստան այնքան ժամանակ, մինչև Հայաստանի իշխանությունները չուզեն դա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իշխանությունը ունի իր սեփական մոտեցումներ այս հարցի շուրջ, իշխանությունը ոչ մի ջանք չի գործադրում մեր գերիների վերադարձի համար։ Մեր ուժեղ Հայաստան դաշինքի կուսակցություններից մեկը նաև ապրելու երկիր կուսակցությունն է, որի համահիմնադիրներից մեկը գիտենք, որ այս պահին գտնվում է Բաքվում, պետք է ցավով նշեմ։ Իհարկե սա լինելու է մեր առաջնային, եկեք ասենք, բարձրաձայնող հարցերից մեկը։ Մենք ինչքան էլ հույսը չդնենք միջազգային հարթակների վրա, բայց ինչպես նշեցի, շատ ակտիվ գործունեություն ենք ծավալելու այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք հասնել հաջողության, որովհետև ինչքան էլ իշխանությունը հոգ չտանի, ինչքան էլ իշխանությանը մեկ լինի, սրանք մեր քաղաքացիներն են, սրանք մեր հայրենակից ընկերներն են, լավագույն հայրենակից ընկերներն են, ովքեր որոնցից շատերը ջանք չեն խնայել Հայաստանում, եկեք ասենք Հայաստանի վիճակը բարելավելու, Հայաստանի շատ տարածաշրջաններում մեծ փոփոխություններ բերելու համար, դրա համար ուժի հիմնական ու առաջնային հարցերից մեկը եւս լինելու է այս հարցի բարձրաձայնումը։ Եվ մի վերջին հարց, պատկերացրեք ազգային ժողովում եք, կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանն է, ձեր դիմաց Նիկոլ Փաշինյանն է, ինչ կհարցնեք առաջինը նրան։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Երևի թե ամենաառաջի հարցը կուզեմ տալ, որը կլինի, որ իրեն կուզեմ տալ, կհարցնեմ ինչու։ Ինչու երկիրը հասցնել այս վիճակին, ինչու այսպիսի քաղաքականություն վարել, ինչու լինել այսքան թրքամետ, ու ինչու չմտածել Հայաստանի ու Հայաստանի ապագայի մասին, այլ մտածել օրինակ, չգիտեմ, հարևան երկրների շահը բավարարելու մասին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Լենա Մաթևոսյանն էր, կհանդիպենք վաղը։